Բարձր պարոն Մարգարյան, շնորհակալություն մեր հրավերը մերժելու համար։ Պարոն Մարգարյան, իհարկե Արման Թաթոյանի ելույթին դեռևս կանդրադառնանք եւ նրա մուտքին քաղաքականություն, բայց այնուամենայնիվ հայկական քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը եւ նրա առաջարկած կառուցողական տարբերակը կապված Թրամփի ուղու Թրիփի հետ դուք բազմաթիվ գրառումներ եք արել, բավական ակտիվ եք սոցցանցերում այդ թեմայի հետ կապված եւ հնչում է կարծիք, որ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը պետք է հայտնվի Թրամփի սեղանին։ Մանրամասնեք ինչու պետք է հայտնվի եւ ամենակարևորը ինչպես պետք է հայտնվի։ Այսինքն ինչու եմ ասում կարևոր է հայտնվել, այսինքն կարևոր էր այդ առաջարկությունը, որտեղ եթե նկատեիք նախագահ Քոչարյանը սպասեց, որ հարցուպատասխանի մեջ դա թեման բարձրացվի, ինքը ուղղակիորեն պատրաստված եկել էր քարտեզներով, թվերով, նշանակում է, որ ինքը հիմնականում պատրաստված այդ թեմայի մասին եւ գիտի ինչ է ասում։ Եվ ես կարծում եմ դա այդտեղ շատ հստակ գուցե քողարկված կերպով հստակ առաջարկ կար, որ Հայաստանի ապագա իշխանությունները ինչպես կարող են առաջորդվել, որտեղ ինքն էլ եթե նկատեք շատ հստակ ասեց, որ եթե հիմա դուք ինձ կարծեք ձեր առաջարկն ինչ է, իմ առաջարկ հետեւյալը կլիներ եւ արդեն բացատրությունը կարծեմ կար։ Տարբերակը, որ նախագահ Քոչարյանն առաջարկեց, շատ հստակ է, քանի որ ժամանակի սահմանափակում ունենք, մանրամասնությունների մեջ չմտնեմ, այնինչը որ հիմա գոյություն ունի օգոստոսի 8-ի այդ փաստաթղթերով մի հատ 30-40 կիլոմետրանոց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ է Թրիփ կոչվող, որը հանձնում է Հայաստանի ճանապարհով եւ ինչպես նախագահ Քոչարյանը շատ ճիշտ բացատրեց, մեր ամենակարևոր միակ ճանապարհն է, որ ունենք եւ դա հանձնում ենք Միացյալ Նահանգների վարչակալության եւ դրանից բացի մեզ ոչինչ ուրիշ բան չկա։ Բայց եթե նայում ես, որ մեր շահը ճանապարհից ինչա լինելու, որովհետեւ այդտեղ բան չկա, միշտեր համաձայնագրում շատ հստակ կերպով գրված է փոխադարձության սկզբունքով, եւ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ ասում փոխադարձության սկզբունքով է լինելու, բայց երբ ասում են որն է մեր բաժինը, պատասխան չունի տալու, պատասխանը հիմա կարծում եմ նախագահ Քոչարյանի այդ հայտարարության մեջ կա, որ եթե պիտի այդ ճանապարհը հիմա միջանցքային տրամաբանությամբ ինչ որ այդ տրամաբանությամբ այդտեղ ստեղծվի, որը անշուշտ լավ բան չի, բայց եթե արդեն կա փաստ դա եւ չեն կարող առայժմ այս փոնում դրան դեմ գնալ, դա պետք է լինի մի հատ ամբողջական փաթեթի մեջ, որի շարունակությունը նաեւ պետք է լինի Հայաստանի համար շահավետ տարբերակ, որը լինում է, ասենք, Գերազ-Ջուլֆա երկաթգծի կառուցումը, որը մի քանի անգամով կարճացնելու է Իրան-Հայաստան այդպես ճանապարհը եւ բավական արդյունավետ միակ բանն է, որ մենք կարող ենք այդտեղից շահել։ Եվ շատ հստակ էր առաջարկը, ինչու է կարևոր այս առաջարկը, ես մի բան շեշտեմ, վաղը Նոբելյան խաղաղության մրցանակի շահողը պարզ է դառնալու եւ անկեղծ պիտի հասկանանք, որ Միացյալ Նահանգների համար այդ օգոստոսյան այդ փաստաթղթերի պիտանիությունը վաղ ավարտվելու, այլևս հետարքեր չի լինելու նախագահ Թրամփի համար, անկախ նրանից, որ կտան իրեն չեն տա այդ մրցանակը, այլ դա երկրորդական է լինելու, թեև արդեն էլ կար տեսեք Հայաստանի անունը շփոթում է, Նիկոլի անունը չի հիշում, բայց այս տարբերակով Միացյալ Նահանգները կարող են նոր շահագրգռվածություն ունենալ, որտեղ այդ 30 կիլոմետրի փոխարեն ինք ունենում արդեն բավական ավելի երկար ճանապարհ, ավելի շահավետ, որ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը չեն, որ օգտագործում են, արդեն Իրանը կարող է օգտագործել, Չինաստանը, մի տեսակ Պարսից ծոցը կարող է բերել միացնել կարճ ճանապարհով։ Ամեն դեպքում շահավետ առաջարկ է, որ ես կարծում եմ անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ուրեմն դա նկատի առնեն։ Ճանապարհները ես հույսով եմ, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանում արդեն իսկ դա լրջորեն ընդունած կլինի, լսած կլինեն, թարգմանած կլինեն եւ փոխանցած կլինեն Միացյալ Նահանգների նախագահին, բայց կարծում եմ նաեւ նրանց հույսին չպետք է մնալ, նաեւ մեր պարտականությունն է կարծում եմ Միացյալ Նահանգներում, որպես այլընտրանքային առաջարկ այդ մասին փորձել մեր լոբիստական հնարավորություններից օգտվելով հայդատ կամ մյուս կառույցները, որ կան Միացյալ Նահանգների իշխանությունների հետ կապի մեջ են, այդ տարբերակը որպես Հայաստանի համար շահավետ տարբերակ ներկայացնել։ Անշուշտ օգոստոսի 8-ի այդ տարբերակ այդ համաձայնագրերը լավ բան չեն, բայց եթե կան, փաստ են եւ իրականություն են այս պահին, պիտի փորձեն այնպես անել, որ դրանից գոնե կարողանանք շահենք, եթե չես կարող դա վերացնել, գոնե շահել, որտեղ ամեն դեպքում կանգնել, այդպես ասած կպատրենք, դեն կնետենք, այդքան էլ հեշտ չի, որտեղ վերջնաշով դա միջազգային փաստաթուղթ է, բայց կարող ես դա փոխել, դա դարձնել քեզ համար շահավետ։ Որպես տարբերակ, ինչպես կարող է դա հասնել Թրամփի սեղանին, այլընտրանքային տարբերակ իհարկե Հայաստանում իշխանափոխությունն է, որ կարող է տարբերակներից մեկը լինել, այո, բայց մենք անընդմեջ լսում ենք հռետորաբանություն Ադրբեջանի կողմից, որ նախաստորագրում տերմինն է, որը Ադրբեջանին փորձում է ապահովագրել Հայաստանում իշխանափոխությունից եւ դրա հետևանքներից։ Արդյոք այդ նախաստորագրումը չի կարող խանգարել, որպեսզի նոր իշխանության եկող
գործող քաղաքական ուժերը իրականացնեն իրենց ծրագիրը եւ նույն օրինակ օգտագործեն ձեր ասած տարբերակները, թրիփը անհամեմատ ավելի շահավետ մեզ համար։ Ասեք, այդտեղ կա մի փաստաթուղթ, այո կա, բայց դա վերջնական համաձայնագիրը հստակ չի, նախագահ Քոչարյանը շատ հստակ բացատրեց, որ նախաստորագրում անիմաստ մի բան, եթե նախագահները այդ մի բան են ստորագրում, կամ համաձայնագիր է, կամ չի, հիմա այս դեպքում հստակ է, որ վերջնական համաձայնագրի տեսք չունի, որտեղ տեսակ եթե նայեք համաձայնագրի մեջ դատարկ տեղեր կան, չլրացված ժամկետներ, բաներ, հայտնի չի որևիցե բան, հետաբար հստակեցված որևիցե բան վերջնական չկա։ Եվ ես կարծում եմ Ադրբեջանը միտումնավոր է, որ չի գնացել վերջնական ստորագրման, որտեղ միշտ որտեղ իր համար տեղ է բաց թողնում ապագային հրաժարվելու համար։ Ինչու՞, որովհետև այդ տարբերակով, որ հիմա թրիփը կա, մեր դիտանկյունից այսպես նայում ենք, ասում ենք դա միջանցքային տրամաբանություն է, հիմա չի տարբերում հիմա իշխան վերահսկողությունը կլինի Ադրբեջանին, կլինի Միացյալ Նահանգների, եթե մերը չի, ուրեմն մեր ինքնիշխանությունից դուրս է լինում, ուրեմն միջանցք է։ Բայց Ադրբեջանի դիտանկյունից դա ցանկալի տարբերակ չի, որտեղ իրենք ցանկանում են այդ միջանցքի վերահսկողությունը ամբողջությամբ իրենցը լինի։ Հիմա իրենցը չի, այսինքն Միացյալ Նահանգներն է վերջնաշով դա վերահսկում։ Հույս ունեն գուցե Ադրբեջանում, որ կարողանան ժամանակի ընթացքում Միացյալ Նահանգների հետ արկությունները կպակցի, իրենք քարկկցեն եւ կանեն այնպես, որ Միացյալ Նահանգները հրաժարվի այդ նախագծից թողնի գնա, բայց արդյունքում կա ստորագրված թուղթ, որ այդտեղ միջանց պետք է լինի եւ իրենք կան այդտեղ ամբողջությամբ տիրանան։ Հետաբար ես կարծում եմ այսպես հաջորդ իշխանությունները բավական աշխատանք պետք է կատարեն, որ կանան այդ տարբերակը թույլ չտան։ Նախագահ Քոչարյանը մի հետարքի հայտարարություն արեց, չգիտեմ շատերը նկատեցին թե չէ, օրինակ Իրանի գործոնի մասին խոսեց, որ ինքը չգիտի, եթե օրինակի համար Իրանը կանգնի երկու ընտրության դիմաց, որ այդ ճանապարհը պիտի վերահսկվի ադրբեջանցիների կողմից, թե ամերիկացիների կողմից, երրորդ տարբերակ չլինի, Իրանը որը կնախընտրի։ Ես կասեմ Ադրբեջանին կնախընտրի, կարծեմ բոլորիս համար էլ հասկանալի է։ Հետաբար մենք պիտի փորձենք չթողնենք, որ այդտեղ լինի, կամ եթե լինում է Իրանի համար էլ նույնպես շահավետ մի շոր տարբերակ լինի, որ ասենք այդ ճանապարհը եթե լինի, նաև Իրանը շահագրգռված կլինի այդ հարցում եւ կունենա մասնակցության այդպես ասած հնարավորություն։ Իդեպ դուք ձեր մեր հարցազրույցի սկզբում ասացիք, որ հետաքրքրությունը կնվազի, երբ որ Նոբելյան մրցանակը Դոնալդ Թրամփը ստանա կամ նույնիսկ երբ որ չստանա, եւ այսպիսի մի հարց Դուշանբեում հանդիպեցին Պուտինը եւ Ալիևը, արդյոք մենք կարող ենք կապել այս հանդիպումը որպես պլան B Ադրբեջանի համար, որ սկսում են նորմավորվել, կարգավորվել հարաբերությունները Ադրբեջանի եւ Ռուսաստանի, մտքում պայելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների նախագահը կարող է այսպես իր ձեռքը քաշել այդ այսպես կոչված միջանցքի տարածքի վրայից եւ այնուամենայնիվ Ռուսաստանը ունենա կարևոր դերակատարություն այդտեղ։ Այսինքն այսպեսի մի բան կա, ասում են ամբողջ ձվերը մեկ զամբյուղի մեջ չենք դնում, Ադրբեջանն նույնն անում, այսինքն ամբողջությամբ չի եկել օրինակ Թրամփի այս ուղղության վրա, ասի վերջնական փակվեց խնդիրը մենք այլևս տարին չունենք, տեսնում ենք Ռուսաստանի ուղղությամբ իր աշխատանքը կարողանում է տանել եւ փորձում է հակակշռել, այսինքն ինչ-որ այնտեղ մանևր է, բայց հակառակ նրան, այնակ Նիկոլ Փաշինյանը միանգամից կենտրոնացել այս մեկ նախագծի վրա, այլընտրանքներ կամ չի փորձում կորվելույցը կերպով բարելավի։ Օրինակի համար հենց այդ միջանցքային տրամաբանությունը անունը փոխել են Հայաստանի բաժին դրել են TRIP, բայց տեսնում ենք Ադրբեջանի կողմից երկու կողմերը դա Զանգեզուր են կոչում, միայն ասում են այդ մեկ փոքր ասենք TRIP, դա ամբողջ խնդիր։ Պարոն Մարգարյան, դարձյալ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, այնտեղ նա հնչեցրեց միտք, որը ցասում առաջացրեց համացանցում, որ կա երկու ուժ, որը կարող է այսօր պայքարել իշխանության դեմ եւ բառացիորեն այսօր հայտնվեց լուր եւ ոչ թե լուր, այլ պաշտոնապես Արման Թաթոյանը հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն եւ ունի նկրտումներ դառնալու Հայաստանի վարչապետ, դրա մասին ես իմ գործընկեր Արփինե Բաղդասարյանն հետ այսօր քննարկում ենք եւ տալիս ենք միասնական մեր հարցը, տրամաբանական երևի հարց, ինչ շանս ունի Արման Թաթոյանն այստեղ եւ եթե նույնիսկ նրա շանսերը վարչապետ լինելու շատ չեն, ինչ կարող է նա տալ մեր երկրին որպես քաղաքական գործիչ առաջիկա ընտրություններում։ Իսկ վերաբերում է նախագահ Քոչարյանի հայտարարությանը, կարծում եմ դա հիմնականում հիմնված էր վերջին սոցիալական հարցումների արդյունքների վրա, որ այս պահին գոյություն ունի եւ շատ պարզ է, որ երկու ուժեր կան հիմնականում, եթե Նիկոլ Փաշինյանի որպես իշխանություն կողտնենք, Հայաստան դաշինքն է այս պահին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ դրանից մեկ ավելի առաջ մեր ձևով շարժումն է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Ինչու մյուսների նկատի չի առնում, այսինքն նախագահ Քոչարյանը մյուսները, որովհետեւ շատ պարզ է, եթե վաղ ընտրություն լինի, նրանք անցողիկ շամը չեն անցնելու, չեն կարողանալու մտնել ազգային ժողով։ Հետևաբար, ով որ չկարողանա մտնի ազգային ժողով, այդ անցողիկ շամը չանցնի,
իր ձայները գնում է, ասենք իշխանության, այսինքն ձայներ են փոշիացնում իրականության մեջ։ Ամբողջ տրամաբանությունը դրա մեջ է։ Ցանկացած մարդու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, ձգտել իշխանության, ձգտել վարչապետի պաշտ, չկար այդպես ասած համանadrությամբ մեկի իրավունքները սահմանափակել, եւ նախագահ Քոչարյանն էլ ողջունեց, ասաց, եթե կլինի երրորդ ուժ, մենք կողջունենք, համագործակցենք եւ կփորձենք ամեն կերպ համագործակցել իրար հետ։ Բայց այդ երրորդ ուժը պիտի լինի այնպիսի մեկ ուժ, որ կարողանա այդ շեմն հաղթահարի, այսինքն ունենա վստահություն, որ կարող այդ նվազագույն շեմը, որ անհրաժեշտ ազգային ժողով ներս մտնելու, հաղթահարի, որտեղ դու ազգային ժողով չես ներս մտնում, չես կարող քո ձայները միացնել մյուսներին, նախ պիտի մտնես ազգային ժողով, որպես ընդդիմություն, հետո քո այդ ընդդիմության մանդատները բերես միացնես մյուս ընդդիմադիրներին։ Եթե դու դուրս ես մնալու, քո այդ ձայները ոչինչ չի անելու, բացի այդպես ասած փոշիացնել։ Հիմա չգիտեմ հաշվարկումներ ունեցել են կամ քաղաքական այս նոր ուժերը, որ ինչքան ձայն կարող են հավաքել, կամ գուցե ինչ-որ ուրիշ ծրագիր կա, այսինքն ինչ-որ ուրիշ ճակատ ստեղծելու են դրա շուրջ հետագային համախմբվելու։ Պիտի սպասենք, կարծեմ ժամանակ ամեն ինչը ցույց կտա, թե որտեղ են գնում։ Զուտ հաշվի առնելով Արման Թաթոյանի քաղաքական կերպարը, որովհետև նա դեռևս իշխանափոխությունից հետո 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո նա բազմիցս անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքներին, միշտ այսպես ժողովրդահաճո հայտարարություններ է արել, միշտ խոսել է մարդու իրավունքների պաշտպանությունից, արդյոք այդ հանգամանքն է նա հաշվի առել որպես իր հիմնական զենք առաջիկա ընտրություններում, թե ինչ որ ըստ ձեզ այլ քաղաքական դիվիդենտներ ունի, քաղաքական ինչ որ լուրջ խաղաթղթեր ունի, որը նա դեռևս չի բացել մինչև հիմա։ Ասեք, քաղաքականությամբ զբաղվելու համար այդպես հանրային ճանաչողություն ունենալ, գուցե այդքան էլ միակ ճանապարհ այդպես պայմանը չի, որ դու պետք է ունենաս։ Օրինակ Արման Թաթոյանը շատ լավ իրավապաշտպան է եղել, ոչ մի խոսք, բայց դա չի նշանակում, որ նա կարող է նաև լինել համախմբով ժողովրդին այդպես խարիզմատիկ թեմ, որ կարող է գալ ժողովրդին հավաքել։ Օրինակ, եկեք այմատենք, օրինակ Սամվել Կարապետյանի հետ իրավապաշտպանական գործ չի ունեցել, գուցե շատերը չէին էլ հիշում, միջև մեր ձևով շարժման ձևավորումը իշուր համախմբվելու, գուցե հնարավորություն այդպես չէին պատկերացնում, որից է մեկը, բայց ես մենք երբ գալիս է իր անձնավորությամբ կամ կերպարով թե քաղաքական դեմք է չի այդ առումով, բայց կարողանում է համախմբում առաջացնել։ Սա է կարևորը, որ արդյոք Արման Թաթոյանի շուրջ այդ համախմբումը քաղաքական առումով հնարավոր կլինի ստեղծել թե ոչ, դա կարծում եմ սպասենք ժամանակին, տեսնենք ինչ կլինի։ Եվ վերջին հարցը հաշվի առնելով Հայաստանում քաղաքական կյանքի ակտիվությունը եւ բոլոր նրանք, ովքեր որ խոսում են գործող իշխանությունների դեմ, վաղ թե ուշ հայտնվում են ճաղերի հետևում, մենք խոսում ենք Սրբազանների մասին, Աջապայանի մասին, այո, եւ նաեւ Սամվել Կարապետյանի մասին, դա կարող է սպառնալ Արման Թաթոյանին, թե ոչ։ Եվ մնացած բոլոր մարդկանց, ովքեր որ կհամարձակվեն դեմ խոսել, այլ Գյումրու քաղաքապետի նկատմամբ է արշավ սկսվել իբր թե պրոռուսական հայտարարությունների համար, որ նրան պետք է դուրս շպրտեն քաղաքականությունից եւ այլն եւ այլն։ Արդյոք Արման Թաթոյանը դա հաշվի առել է ձեզ թե ոչ, եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին։ Ես չեմ կարծում այդպեսին լինի, որտեղ ասենք Նիկոլի թիրախում ասում են նրանք, ովքեր ունեն այդ կերպարով այնպեսին են, որ կարող են իրեն շուրջ համախմբում ստեղծել, բայց չեմ կարծում Արման Թաթոյանը այդ կերպարն է, որ կարող այդպեսի մեծ համախմբում ստեղծել, որից Նիկոլ Փաշինյանը կարող է այդպես ուղղակի վտանգ զգալ։ Օրինակ Սամվել Կարապետյանից վտանգ ազգում, Ռոբերտ Քոչարյանից վտանգ ազգում, որովհետև ինքնիչամ նրանց ներկայությունը արդեն իսկ համախմբող գործոն է, բայց ամեն դեպքում Արման Թաթոյանը կամ նույնիսկ Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան իրենց խոսքով, կոչումով, բայց չեմ կարծում Արման Թաթոյանին կարելի է այդ դասակարգի մեջ դնել։ Շնորհակալ եմ պարոն Մարգարյան մեր տաղավար գալու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Լոս Անջելեսյան տաղավարում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն էր։